Ալեն, հեղափոխության պատճառով 30,000 մարդ ընդհանրապես դադարեց ապրելը։ Կյանքի թելը կտրեցիք պատերազմով, քովիդով, ձեր կառավարական ավտոյի տակ գցելով, ծեծել սպանելով, փողոցի մեջտեղը ամենօրյա սպանություններով։ Ասում էին, հիշում եք նախկինների ժամանակ ռիսկ կանեիք, ձեն հանեիք։ Լայքի համար գործից ազատում եք, միտինգի մասնակցելու համար ազատում եք։ Փողոցում տեսնում են մարդիկ, աչք-ունքով են ասում, որ ընդդիմադիր են, ասենք, հաղորդումներս իրենց սրտից է, վախենում են, նայող խաբար տվող լինի, գործից հանեք։ Բողոքի ակցիա են անում, խուլիգանավարի հարձակվում, ծեծում եք։ Քննադատելու համար կնոջը գիշերով գնում տանից, գիշերազգեստով տանում եք դատարան, հետո էլ բանտ, թե բա խոսքի ազատություն, ժողովրդավարություն, բաստիոն, ֆլանֆստան։ Հեղափոխությունից անցել է ուղիղ 7 տարի, փաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է վստահությունը մարդկանց մոտ։ Արդեն մի քանի տարի է լրիվ սպառված է։ Նրանից լավի, դրականի ակնկալիք այլևս չկա։ Եվ մարդիկ օրերն են հաշվում, թե երբ են բրծնելու։ Ձեր հեղափոխությունից օգտվել ընդամենը մի փոքրիկ խմբակ, բայց մեր բոլորի հաշվին, մեր երկրի հաշվին, Արցախի հաշվին, մեր պետականության հաշվին։